Եկել ենք տեսնենք փոխվարչապետին ու իր ներկայությամբ մեր նախարարի հետ այդ հարցերը բարձրաբանենք մեր աջակցման մասը, որտեղ մեկ ամիս առաջ նորից հանդիպում ենք ունեցել, մեկ ամիս առաջ սպասում էինք, որ շատ կարճ ժամանակում մեզ կաջակցեն, սակայն մեկ ամիսի անցել է ոչ մի նորություն չունենք։ Ինչքան ժամանակ է որոշվում եք։ Հայաստանի Հանրապետության ձգնամթերքը ամսի 12-ից մայիսի փակվել է։ Ձուկ ձգնամթերք։ Պատճառաբանություն են ձեզ ասել։ Մեզ չեն ասել, ընդհանուր իրանք Ռոսելնազորում ներկայացրել է, որ Հայաստանի ձուկ ձգնամթերքը ոչ որակյալ է եւ ինչ-որ բաներ են գտել, ժամանակավոր ստուգում են անում։ Եկել են ստուգում են արել 4 տնտեսությունների պետք է մտնեն, բայց երկուսի մոտ են արել, երկուսի մոտ էլ դրական եզրակացությունով գնացել են։ Հետո իրանց որոշել են, որ փակել են։ Ինչպես ներկայացրեց մեր ՍԱՏՄ ղեկավարը, Հայաստանի Հանրապետության 97% ձգնամթերքը իդեալական վիճակում է ու ես դա փաստում եմ։ Բա ինչի համաձայնական։ Դա իրանց հարցեր է։ Օրինակ առաջարկում են եվրոպական շուկաներ Եվրոպական շուկան նոր չեն առել, եվրոպական շուկան մենք բազմից ենք քննարկել։ Եվրոպական շուկան մենք մրցունակ չենք։ Եվրոպական շուկայում մենակ մի հատ տնտեսություն կա նորվեգական ձգնամթերքը, որը 1.150.000 տոննա 24 թվականին արտահանել է։ Դուք հասկանում եք այդ ինչ տվյալ։ Մենք 14,000 տոննա արտադրանք ենք տանում Ռուսաստան, Հայաստանը ինքնաբավ պահում ենք։ Իսկ մենք մեր արտադրանքը ավելացել է Ռուսաստանի եւ մենք շուկայում կարողացել ենք տեղ գրավենք, երբ որ Ռուսաստան եւ Եվրոպայի սանկցիաները իրականացվեցին։ Դրա արդյունքում այս մենք անգամ Ռուսաստանում էինք զորով մրցակցում նմանատիպ երկրների հետ։ Մենք այսօր տանենք իրանց տան մեջ կարանք մրցակցենք, ո՞նց եք պատկերացնում։ Եվրոպան 50 միլիոնից ավելի աջակցություն տվեց Հայաստանին, խոսացավ, որ սահմանն անցնելու համար Քերչի սահմանի, սրանք չեն օգնում։ Բայց մենք դրա համար ենք եկել, որ ասենք այդ 50 միլիոնա, 60-ը ճիշտ ասած թիվը հստակ չգիտեմ, իմանալով 200 միլիոնի մասին ենք խոսում։ Մասնաբաժին տանեն գործարարներին, որոնք իրականում որպես հարկ էլի մասնաբաժին ունեն։ Մենք գյուղ ոլորտում մինչև 10% հարկ ենք տալի, գյուղ ոլորտի ընդհանուր հարկի մեջ 10%-ը ձգնաբուստերն են տալիս։ Այսինքն Փոխհատուցում վնասների չեն կարա տա։ Մենք ուզում ենք պահպանման գումար, ֆիքսված ամեն մեկը իր տնտեսության, իր տարիների առաջվա ապացույցով, իր արտադրանքի դիմաց ժամանակավոր միջև հասկանանք ուր են գնում, որ երգիր ենք տանում, ոնց ենք վաճառում, ինչ ենք անում։ Ինչքան կդիմանա ձգնաբուծության ոլորտը, եթե Ձգնաբուծությունը դիմացել է, այս 2 ամիս այդ ձգնաբուծը խելոք նստել է, մենակ ընդամենը եկել է նախարարին ասել է նախարար ջան, մենք խնդիր ունենք, այդ արդեն էլ պիկն էլ տեղ չկա դիմանալու։ Ինչքան կդիմանա ոլորտը։ Ոլորտը չի կարա դիմանա, հարգելիս ոնց եք պատկերացնում, ձգնամթերքը մի հատ կենթանի օրգանիզմ գիտեք, որ առանց կեր ուտելու, առանց իր պահանջող ծնունդ ուտելու կարա ապրի։ Մի հատ օրգանիզմ ասեք, ասեք, չէ, այս մեկը ապրում է, դու զուգդել զորովը տենց է։ Չկա տես բան, ցանկացած կենթանի օրգանիզմ օրերի, ամիսների ընթացքում հյուսվում է, իր իմունիտետը ընկնում է, եւ այդ կենթանին դառնում է ոչ պիտանի, ոչ վաճառքի, ոչ ուտելու վերջպես ոլորտը պայթում է, մեր սաղ արածից 20 տարվա իմ անձնապ, մարդիկ կան 23 տարի, մարդիկ կան 15 տարի, բայց այս ոլորտը մենք սկսել ենք ոչ ինքնանպատակ հենց զարթնել ենք ոլորտ ենք։ Մենք սկսել ենք այս ոլորտը մի բանով, որ 2000-ական թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը ասեց զարգացող ոլորտ է, գերակա ճյուղ ենք ճանաչում, արգելի Հայաստանի բնակիչներ եկեք ներդրեք աշխարհում եկեք ներդրում արեք։ Աշխարհից ով եկավ փախավ գնաց, չկարացավ այս արևին դիմանը։ Մնացել են իրական հայ տնտեսվարողները, որ կյանք են դրել ոլորտի մեջ։ Դուք պատկերացնում եք 300-ից ավել տնտեսվարող եղել։ Այդ կոլապստենի դիմանալով այսօր 100-110 հոգի մարդեր մնացել, իրեն են մարդիկ են, որ այս համ երգին են սիրել առաջին, համ իրենց գործն են սիրել ու կյանք են դրել սրա համար։ Ոչ թե պրոստը եկել են ասում են, հոպ էսի խանութ է, կայնեք բացենք, պակենք, տես բան չկա։ Կենթանի օրգանիզմը 365 օր 24 ժամ այդ ապրանքի հետ մենք ապրում ենք։ Իսկ ինչ որ չափ ունեն հնարավորություն ունեք տեղական։ Այո, ունենք, բայց իրականում բաշխում գոյություն ունի։ Մենք տենց ենք կազմակերպել մեր բաշխել ենք, ոմանք Հայաստանի Հանրապետությունում են վաճառել, ոմանք արտահանել են։ Շուկա ընդհանրապես 1 կիլոգրամ դուք չեն վաճառել։ Դուք պատկերացնում եք 27-30 հազար տոննայից 10,000-ն է Հայաստանում վաճառվում, մնացածը սաղ արտահանվում է։ Այդ մարդիկ պլանավորում են ունեցել, բոլորս հանձինս ինձ քանի տարի ես Հայաստանի շուկայից դուրս եմ եկել, ֆիքսած ժամացույցով գիտեի, մայիսին այսքան եմ ծախելու, նոյեմբերին այսքան եմ ծախելու, հունվարին այսքան եմ ծախելու։ Իմ
պլանավորված գնում է։ Այդ զուգը դու գիտեք որ վախեմ ասում խեղաթուրված է սա իրականությունը։ Լրատվամիջոցները ցույց եք տալիս զուգը մի ժամում աճում է։ Զուգը գիտեք ինչքան դանդաղ աճում։ Մեկ զուգը միջև վաճառքի հասնել է 2 տարի պահում ենք։ Ուղղակի մենք այնքան կազմակերպված ենք անում։ Մի օր այս ամիս այս մալյոկն ենք դնում, մյուս ամիս մյուս իկրան ենք դնում, որ 24 ամիս հետո որ միշտ մեր Հայաստանի Հանրապետությունը զուգ ունենա, միշտ կանենք շուկայում գնողունակ լինենք եւ մրցունակ։ Ցույց եք տալիս մեկ ամեն ինչ նորմալ է։ Ցույց եք տալիս մեկ 97%-ը պատրաստ են արտանման։ Լսեք մարդը ինչ ասում, ասում է 97% ապրանքը պիտանի է, 97% ապրանքը իդեալական է։ 97%-ը պատրաստ են արտանման։ Չկա տես բան, իրականությունը ցույց տվեք։ Ասում եմ զուգը դանդաղ աճում, զուգը աճում է 2-ից 3 տարի։ Դուք ցույց եք տալիս զուգը աճեց։ Զուգը մի ժամ հետո չկա տես բան։ Զուգը ցանկացած ձգտամտեր, որ դուք այսօր խանութից առնում եք, մինիմում 18 ամսվա կյանք ունի տնտեսվարողի ջրավազանում։ Իսկ արտանվող 24-30, որովհետև արտանվող շուկայի պահանջարկը 2-3 պլյուս է։ Իսկ դուք գիտեք այդ իրենց մենք դրեցինք զուգ, ասեցինք զուգ աճի, զուգ աճեց։ Չկա տես բան։ Մենք այսօր ցանկացած մեր ձգան ուղեգիծը գիտենք։ Երբ հա դրվի այդ իկրեն, ինչքան կերակեր է, ոնց է կերե, որ ջրաբազանից, որ ջրաբազանա գնա։ Կյանք ենք դնում ենք այդ ապրանքի հետ։ Ու ոչ միայն ես այս բոլոր ամբողջ ուզում եք հարցրեք իրանց բասենի հատիկ զգրերը գիտեն երբ են դրել ինչքան կեր են դրել ոնց են արել ինչքան հոսանքի մեջով նրանց ինչ կարկուտ կայծը գիտեք զուգ են պահել հա մի հատ հովին կայնում եք գիտեք ամեն ինչ նորմալ է տես չի շատ վատ է այսօր վարկե եթե տնտեսությունը քո ղեկավարը քեզ ասում է գնացեք ինչքան կարեք զարգացեք բոլոր միջոցները օգտագործում ենք որ վարկ վերցնենք մեր տնտեսությունը զարգացնենք դուք պատկերացնում եք ասում եմ 20 տարի առաջ երազանք էր որ Հայաստանի Հանրապետությունը 1000 տոննա ձուկ ունենար մենք այսօր ինքնաբավ ենք 10-12000 տոննայով դա այդքան էլ ավել արտանում ենք գոնե նույն լրատվամիջոցները հասկացեք դուք կենթանի ձգնամթերք եք ուտում աշխարհում չկա նմանը դա էլի մեր շնորհքն է մեր ճիշտ կազմակերպման շնորհքն որ կարում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներում, մարզերում եւ շրջաններում ակվարիումի ձուկ եք առնում։ Ոչ թե Պարսկաստանը զարգացած այդքան ձգնամթեր չունի տենց բան որ կանեք այդ կենթանի առնեք։ Մորցած սատկած խալաձելիկները լցած ձուկ են ուտում։ Ռուսաստան, Նորվեգ չկա տենց բան։ Մենակ մենք ենք այդ մենտալիտետը մենք ենք մտածել, այդ ձևը մենք ենք մտածել։ Ու դա ճիշտ աշխատանքի սիրելու արդյունքն է, որտեղ մենք գործել ենք սիրում, մեր սիրը մեր պետությունն ենք սիրում։ Ոչ մեկը մի օր չի փորձե գնա երկից ուրիշ տես գործ անի։ Այսինքն ռուսական շուկայում մրցունակ եղել։ Միշտ մրցունակ եղել։